Դեկտեմբերին պակասուրդը հասավ գնահատված տարեկան ՀՆԱ-ի 1,4%-ին, 2025 թվականի պակասուրդը հասցնելով 3,8%-ի, բյուջեի տարեկան ծրագրից ցածր մակարդակի։ Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները զեկույցում, դեկտեմբերին 2024-ի նույն ամսվա համեմատ ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհները անվանական արտահայտությամբ նվազեցին 1,1%-ով, ինչը պայմանավորված էր 66%-ով այլ եկամուտների նվազմամբ։ Հարկային եկամուտները աճեցին 17,3%-ով, ավելացված արժեքի հարկի, եկամտային եւ շահութահարկերի օգնությամբ, իսկ բնապահպանական հարկերը նվազեցին 17,2%-ով։ Ընդհանուր ծախսերը աճեցին 1,5%-ով, ընթացիկ ծախսերն աճեցին 7,1%-ով, ընդ որում աշխատողների վարձատրությունը եւ տրանսֆերտները աճեցին համապատասխանաբար 15,5% եւ 24,3%-ով, համապատասխանաբար 15,5%-ով եւ 24,3%-ով։ Կապիտալ ծախսերը կրճատվել են 7,7%-ով, պայմանավորված պաշտպանական ծախսերի 18,7%-ով նվազմամբ եւ 2024 թվականի շատ բարձր բազայով։ Կրթությանն ուղղված կապիտալ ծախսերը մասամբ չեզոքացրել են այս անկումը, քանի որ դրանց աճը կազմել է 35,5%։ 2025 թվականի ընդհանուր եկամուտներն աճեցին 11,9%-ով, իսկ ընդհանուր ծախսերը 11,8%-ով, հանգեցնելով գնահատված տարեկան ՀՆԱ-ի 3,8%-ի չափով բյուջեի ընդհանուր պակասուրդի տոկոսից։ Հյուսիս-հարավ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ կառուցվող ճանապարհատվածում ավարտվել է երկրորդ 530 մետր ներառյալ պորտալները թունելի հորատումը։ Այս թունելում այժմ կատարվում են գաբարիտային չափերի ապահովման եւ նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ճանապարհային դեպարտամենտից։ Հիշեցնենք, որ առաջին թունելի հորատումը 455 մետր երկարությամբ ներառյալ պորտալները ավարտվել էր նախորդ տարի։ Շինարարն այստեղ իրականացնում է երեսարկի բետոնացում։ Քաջարան-Ագարակ ճանապարհատվածում շարունակվում են նաև կամուրջների եւ հողային պաստառի կառուցման աշխատանքները։ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ճանապարհատվածը կառուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կայունացման եւ Զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ 2025-ի վերջի դրությամբ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 12,8 տրիլիոն դրամ, վարկային ներդրումները 7,9 տրիլիոն դրամ։ Բանկային համակարգում աշխատում են շուրջ 17,000 աշխատակիցներ, կապիտալը կազմել է 2,2 տրիլիոն դրամ, իսկ ավանդները 7,5 տրիլիոն դրամ։ 2025-ին բանկային համակարգի ակտիվներն աճել են շուրջ 1,8 տրիլիոն դրամով, կամ 16,6%-ով։ Վարկային ներդրումներն ավելացել են 1,5 տրիլիոն դրամով կամ 23%-ով։ Ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 400 միլիարդ դրամով կամ 22,4%-ով։ Վերջին 3 տարիներին այս 3 ցուցանիշների աճի տեմպերն արագացել են։ 2025-ին մոտ 1 տրիլիոն դրամով կամ 15,5%-ով աճել են ընդհանուր ավանդները, իսկ ընդհանուր պարտավորություններն աճել են 1,4 տրիլիոն դրամով։ Այստեղ եւս աճի տեմպերն արագացել են, ասաց նա։ Անդրադառնալով 7,5 տրիլիոն դրամ վարկային ներդրումներին, Ազատյանը նշեց, որ դրանց մեջ ամենամեծ մասնաբաժինը սպառողական վարկերն են 23,2%-ով։ Այնուհետև գալիս է հիփոթեքային պորտֆելը, որը կազմում է 1,6 տրիլիոն դրամ եւ ամբողջի 21,3%-ն է կազմում։ Երրորդ եւ չորրորդ տեղերում գտնվում են շինարարության ոլորտը, սպասարկման ոլորտը, առևտուրը։ Առանձնացրել ենք նաեւ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Մնացած ոլորտները 5%-ից ցածր են եւ միասին կազմում են 9,9%։